Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր հրավիրած ասուլիսում մոտ 1 ժամ անդրադարձավ 2 օր առաջ Կարապի լճի մոտ ոստիկանության եւ ՀԱԿ ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպին։ Ոստիկանապետը մի քանի անգամ թախանձագին խնդրեց հավատալ իրեն։ Որպես գեներալ, ուզում եմ ձեզ ազնվորեն հիմա ասել, իմացեք, այս մի անգամ ճակատս ավելի բաց եւ առանց անհարմարս գալ ուզեմ ասեմ։ Մասնավորապես Ալիկ Սարգսյանը պատմեց, որ իրականում կոնգրեսի ակտիվիստները այսպես կոչված ոստիկանավորսությամբ են զբաղվել եւ այդ օրն էլ Կարապի լճի մոտ իրենց ծառայությունը իրականացնող ոստիկանների վրա նրանք են հարձակվել, քաշքշել եւ հայոյել, իսկ պատճառը եղել է այն, որ ոստիկանները քաղաքացիներից մեկին զգուշացրել են, որ իր շանը առանց դնչկալի ման չտա, քանի որ դա չի թույլատրվում։ ՀԱԿ-ի երիտասարդները նկատելով, որ ոստիկանները դիտողություն արեցին եւ նրանք զբաղված են ոստիկանավորսով, մոտենում են անմիջապես եւ ինչպես միշտ հայոյանքով, ձեր սենսը ձերենց է հայոյանքով, արայելիստը թափառում է, կարա քանի անգամ ասենք, ստե արեք ջերևակ։ Ինչ պատմում եմ, իրողությունը խնդրում եմ հավատացեք։ Շարունակելով պատմությունը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պատմեց, որ ՀԱԿ-ի 2 ակտիվիստների սադրանքներից ու հայոյանքներից հետո տուր ու դմփոց է սկսվել, ավելին ոստիկաններից մեկի դեմքին են հարվածել, որից հետո ՀԱԿ ակտիվիստներին միացել են եւս 7-8-ը, ոստիկանները ստիպված հավելյալ ուժեր են կանչել։ Ինչևէ, ոստիկանների եւ ակտիվիստների միջև քաշքշուկը տևել է մոտ 20 րոպե, որին մասնակցել են նաեւ կանայք։ Ըստ Ալիկ Սարգսյանի ոստիկաններին վնասվածքներ հասցնելուց եւ նրանցից մեկի ուսադիրը պոկելուց հետո ՀԱԿ-ի 7 ակտիվիստները բերման են ենթարկվել կենտրոնի բաժին։ Չնայած ոստիկանապետը մանրամասն ներկայացրեց, թե ինչ վնասվածքներ են ստացել ոստիկանները, սակայն ինտերնետային կայքերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ձերբակալված ակտիվիստները ցուցադրում են իրենց մարմնական վնասվածքները։ Հետևաբար Ալիկ Սարգսյանին հարցրեցինք, թե ինչպես է բացատրում նրանց վնասվածքները։ Որևիցե մեկին մատով չի կպե ոչ մի ոստիկան։ Հավելենք, որ Ալիկ Սարգսյանը նաև անդրադարձավ այն պնդումներին, թե ոստիկանությունն այս միջադեպի միջոցով փորձում է խոչընդոտել ՀԱԿ իշխանություն երկխոսությանը։ Ալիկ Սարգսյանը սակայն ասաց, թե ոստիկանությունը նման սադրանքի գնալ չէր կարող։ Ես շատ մտահոգ եմ այսօրվա իրադարձություններով, ինչ որ մեր երկրում տեղի ունենում, կոնկրետ երկխոսություն, ընդդիմություն եւ իշխանություններ։ Այդ ինչ շատ մտահոգող, իմ համար շատ կարեւոր հարց է, երբեք չէի ուզենա, որ դա դադարեր։ Դա առաջին հենց իմ շահերից է բխում, այդ երկխոսությունը, որ կան ընդհանուր դաշտ, որ հանդուրժողական լինեն, ստեղծեն այնպիսի մթնոլորտ, ոստիկանությունն էլ զբաղվի իր գործով, ոչ թե ամբողջ օրը փողոցներում այս ծառայությունները տանի։